Պատասխան նամակ Նուրհան arczepiskopos Մանուկյանին, Պատրիարք Հայոց Երուսաղեմի։ Գերաշնորհ Սրբազան հայր, ձեր հունիսի 28-ի գրությունը գարտացի վիշտով, բայց ոչ հուսահատությամբ, որովհետև իմ հույսս մարդոց չէ, այլ Աստծո արդարության վրա։ Ձեր նամակը, որ իբրև հավասարակշռող և խաղարար ցայն կփորձե ներկայացվիլ, իրականության մեջ դարձյալ վկայությունն է այն խավարին, որ պատած է մեր եկեղեցական կառույցները։ Նամակի ոճը հրետորական է, բովանդակությունը հոգևոր պարամետրերով հյուսված, սակայն բարոյական խորքով դատարկ և իրավաբանական արդարության տեսանկյունեն կողմնակալ։ Պատմական պահու մեջ ենք, երբ ժողովուրդը իր հավատքը և ապաքան սրտի մեջ սթափված կտեսնե գղերական վերնախավի գեղձիկը և կմերժե հնազանդիլ այլևս ծածկված և սրբության դիմակով զարդարված փտտածության։ Ճշմարտությունը ոչ ոք կրնա լրացնել և ոչ ոք գործողության ձևերու անվան տակ մարդոց խղճի վրա գիծ քաշել։ Կուզեմ անդրադառնալ մի քանի կետերու։ Առաջին, ոչ մարդու, այլ Աստծո իշխանության տակ։ Դուք կհիշեցնեք, որ սրբազան պարտականություն է հավատացյալը հնազանդի իշխանություններուն։ Այո, Հռոմայեցիս 13:1-ը կսե. «Ամեն իշխանություն Աստուծմե է, ով որ կհագարակի իշխանության, կհագարակի Աստծո կարգադրության»։ Բայց միթե այս համարը կնշեք, երբ այս իշխանությունը կբռնապարե Աստծո օրենքը, երբ այդ իշխանությունը բարոյապես կգործանե հոգիներ։ Երբ Մայր Աթոռը կծառայե ոչ Քրիստոսին, այլ աշխարհիկ օլիգարխներու և քաղաքական շահերու, այս իշխանության դեմ խոսիլը ոչ թե հակառակություն է Աստուծո, այլ հնազանդություն Աստուծո։ Ձեր ընծայած լռությունը արդեն իսկ մեղադրանքն է, ինչպես Եսայի մարգարին կգրե. «Այս ժողովուրդը իր բերանով ու շրթներով կփարաբանե զիս, բայց իր սիրտը հեռու է ինձմե»։ Եսայի 29:13։ Երկրորդ, մեղքի դիմակավորումը եկեղեցու պարտությունն է։ Ձեր նամակը խուսափեցավ անդրադառնալու մեկ անգամվան իսկ այն մեղքերուն, որոնց համար ժողովուրդը արդար զայրույթ կդրսևորե։ Դուք չասիք ոչինչ մանկապղծություններու մասին, սերային հալածումներու մասին, կալվածներու կողոպտումի մասին, հափշտակված թանգարաններու, դրամական աղբյուրներու, ձեր շարքի մեջ սատանայական ոգեկոճման ներգրավված հոգևորականներու մասին ոչ մեկ բան ըսիք։ Երբ աղոթքը կդառնա քարոզչություն, երբ հեզությունը կվերածվի բառասիրության, երբ խոնարհությունը կծածկե անձնական շահախնդրություն, ապա եկեղեցին այլևս չէ խիղճի տուն, այլ ահաբեկչության կայան։ Ձեր նամակը այդ ահաբեկչության լեզվով կխոսի, քաղցր և շաքարածածկ, սակայն ներսեն հեվացող ուլեղի։ Երրորդ, ձեր մշուշի վարդապետությունը։ Որում մեջ մշուշ կա։ Պատրիարքական պատգամի ամենավտանգավոր դեպի հետադարձ մղող մասը այն է, երբ դուք կհայտարարեք, որ իբրև մշուշ մը իջած է հայ իրականության վրա, և մարդիկ չեն զանազաներ բարին չարեն։ Այսպիսի պատրիարքական գնահատականը նույն ինքն մեղադրանք է մեր ժողովրդի դատողության նկատմամբ։ Եվ այդ մեղադրանքը կտարբողվի այն պահուն, երբ ժողովուրդը իր ողջ էությամբ կձգե մտնշաղի կողմը և կբարձրանա արթնացման ու ազատության։ Դուք չեք գիտեր, որ հավատացյալը այնքան լավ կզանազանե, որ այսօրվա նահատակությունը փառքի համար չէ, այլ խիղճի, և ձեր բերած օրինակը ոչ թե հաշտեցումի թելադրանք է, այլ մեղքի մշուշով սփոխանքը, որու մեջ դուք կփափագիք ծածկել ճշմարտության գայծը։ Չորրորդ, ոչինչ չսվիր բուն հարցին շուրջ։
Ուր է մայրաթորի պատասխանատվությունը հոգևոր ճգնաժամի, բարոյական անկման և հովվական հրաժարումի մասին։ Ուր է ձևով պատասխան տալու նախանցախնդիր աղոթքով ու վիշտ ունեցող հավատացյալներուն, որոնք թափուր եկեղեցիներու դռներու դիմաց կխնդրեն հուսահատությամբ։ Եվ դուք, սրբազան, որուն ցայնը կրնար ըլլալ վկայություն արդարության, դարձած եք առավելագույն չափով պաշտպանմը այն համակարգին, որ ոչ միայն չի բրգեր, այլ կխորտակե։ Ձեր ցայնը եղավ ոչ թե Երուսաղեմի մխիթարական ողբը, այլ արդարությամբ դեմ պատրիարքական անտարբերությունն ու անհսկայությունը։ Որպես եզրակացություն ցեզի ներկայացնեմ հավատացյալի մցայնը։ Մենք գիտենք, թե եթե քալերը լրացնենք, Աստված անգամ քարերեն կարթնցնե վկաներ։ Մենք չենք վախնար, որովհետև եկեղեցվո Տերը կենդանի է։ Քրիստոս ասավ. «Իմ անվան համար պիտի տանեն ձեզ» եւ այլն, բայց մի վախնաք, որովհետև Սուրբ Հոգին պիտի խոսի ձեր միջոցով։ Մատթեոս 10:18-20։ Եվ հիմա ուղղակի հարցում մցես եւ բոլոր անոնց, որոնք այսօր մայր աթորի բակի մեջ կգորային։ Մենք պատրաստ ենք նահատակության, սպանվելու պատրաստ ենք։ Դուք որու համար պատրաստ եք նահատակվելու, Քրիստոսի, թե քարեքին երկրորդի հրամաններուն համար։ Եթե Քրիստոսի համար եք, ուրեմն նահատակվեցեք լրության մեջ, աղոթքի մեջ, ճշմարտության մեջ, իսկ եթե ձեր նահատակությունը ինքնակողություն է, ամբիցիայի բորտկում է եւ ապաշնոր մոլորեցում ժողովրդի համար, ապա մեղավոր եք ոչ միայն Աստծո, այլ նաեւ հայոց եկեղեցվո ապագային առաջ։ Հիմա ժամանակն է, որբեսի դուք ձեր բերանով խոստովանիք. մեղանչեցինք, աղետ բերինք եւ հիմա գոնե լրենք։ Բայց եթե կշարունակեք խոսիլ առանց ապաշխարության, ապա Աստված է, որ պիտի խոսի ձեր վրա, եւ ժողովուրդը պիտի մերժե ձեր պատրիարքությունը, զորս կշփոթեցնեք Քրիստոսի եկեղեցու հետ։ Աղոթքով եւ պատասխանատվությամբ Արմեն Կահանա Մելքոնյան, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։